Ողջույն սիրելիներս, քրիստոնեության մասին եթե խոսենք, ամենակարևոր առանձնահատկությունը քրիստոնեության մեջ, որ պետք է մատնանշենք, դա սերն է։ Այդպես նաև սովորեցրեց մեզ Սուրբ Ավետարանը, մեր Տեր Հիսուս Քրիստոս, այդպես նաև առաքյալը Սուրբ Պողոս առաքյալն է սիրո մասին մի ամբողջ հատված նվիրում իր նամակների մեջ։ Եվ ինչ է սերը։ Սերը, եթե մենք հարցնենք տարբեր մարդկանց, տարբեր պատասխաններ կլսենք նրանցից, ամեն մեկը իր ընկալումների համաձայն պետք է մեկնաբանի, թե ինչ բան է սերը։ Սերը քրիստոնեական ընկալման համաձայն սեփական եսի ուրացումն է։ Սեփական եսի ուրացման ճանապարհով ուրիշի եսը սեփականը դարձնելն է։ Այսինքն, ես պետք է կարողանամ հրաժարվել, ուրանալ այն բոլոր ցանկությունները, այն բոլոր կրքերը, այն բոլոր, չգիտեմ, երևույթները, որոնք ինձ խանգարում են Աստծուն մոտենալ։ Աստծուն սիրող մարդը պետք է կարողանա առաջին հերթին հրաժարվել մեղքից։ Մեղք, որը շատ հաճախ սեփական եսի պատճառով ենք թույլ տալիս։ Շատ ուտել, խմել, այնտեղ չգիտեմ, հաճույքներից ու այլներից օգտվել եւ շատ ուրիշ բաներ։ Բայց իրականության մեջ սերը մեզ համար դա անձնական եսի երկրորդ, այսպես ասեմ, պլան մղելն է։ Առաջի տեղում պետք է լինի Աստված։ Սա է սիրելիներս։ Եվ սա ոչ միայն խոսքեր են, որոնք շռայլում ենք կամ զուտ ասում ենք, այլ Աստված ինքը իր օրինակով ցույց տվեց, թե ինչպես մենք պետք է սիրենք միմյանց։ Ինքը իր օրինակով։ Հովհաննեսի ավետարանում ասում է, Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց դրա փրկության համար։ Սերը, սիրելիներս, 3 ընկալումներ կա սիրում, այն է ակնածական սեր, որը եթե հունարենով փորձենք տերմինաբանել, կոչվում է ստրագո։ Այդ ակնածական սերը, այն որ մեկս մյուսին հարգանքից ելնելով սիրում ենք, հայրենիքն ենք սիրում, ծնողները, ընկերներն ենք սիրում, բարեկամներն ենք սիրում։ Սերը, ցանկական սերը, որը կնոջ եւ տղամարդու մեջ գոյություն ունի, այն կոչվում է էրոս հունարենով։ Եվ սերը, որը աստվածային ընկալում ունի, աստվածային իմաստ ունի, դրսևորման իմաստով, այն կոչվում է ագապե։ Եվ մեր սերը պետք է նմանվի ագապեին, աստվածային սիրուն։ Այն խոսքի համաձայն, որ Սուրբ Ավետարանն ասեց, Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միածնին դրա փրկության համար։ Մենք էլ միմյանց այնքան պետք է սիրենք, որ միմյանց փրկության համար ոչինչ չխնայենք։ Եվ այսօր ժամանակակից աշխարհում տեսնում եք ինչ է տեղի ունենում։ Եվ այդ ամեն ինչը մի բանի պակասից է, սիրո պակասից։ Թող Աստված իր սերը մեր կյանքում շատացնի եւ պահքի այս ընթացքը հրաշալի առիթ է, որպեսզի մենք սկսենք մտածել, թե ինչ բան է սերը եւ ձգտենք նմանվել Աստծուն սիրելու իր կարողությամբ։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ, լավ օրեմ մաղթում։